Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքը ոչ թե որևէ երրորդ երկիր է կամ խաղաղապահ այլ կողմերի միջև պայմանավորվածությունների փոխշահավետությունը, արտգործնախարար Արարատ Միրզոյանի արձանագրումն է կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Միրզոյանի համոզմամբ խաղաղությունը Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն կտա էականորեն ավելացնել ինքնիշխանությունը։ Ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե այս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել, թեև ես խիստ վերապահումով կմոտենայի այդպիսի գնահատական, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ։ Դիվանագետը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները։ Նախարարն այս համատեքստում նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցերին։ Մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման, եւ օրինակ մեկը կնշեի հենց ձեր բարձրացրած հարցը քաղաքացիների միջև հարաբերությունները, քաղաքացիների միջև կապերը, երկու հասարակությունների միջև կապերը եւ նաեւ պետք է ընդունենք եւ այս մասին բարձրաձայն ասել է պետք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին ամբողջական, այսպես ասած, հասարակությունների մտավոր, հաշտեցման բացակայությունը, ամբողջական հաշտեցման բացակայությունը, նաև օբյեկտիվ է, նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, որ հասարակություններ ունեն, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են եւ հաղթահարելու խնդիր կա եւ ժամանակ է պահանջվում։ Իսկ ինչպես է Հայաստանին հաջողվում գլոբալ առճակատումների ֆոնին հարաբերություններ պահպանել բոլոր կողմերի հետ։ Բանալին ըստ Միրզոյանի կառավարության որդեգրած բալանսավորման քաղաքականությունն է։ Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների զատ Երևանը խիստ կարևորում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի եւ այսպես թվարկելով գնանք կենտրոնական Ասիա մինչեւ Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Պատասխանելով թուրք լրագրողի հարցին Միրզոյանը նկատեց, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը եւ խնդիրը հասարակությունների հաշտեցումն է, ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի Պրոբլեմն է նաև, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կան ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Թուրքիայի այդ խնդիրը եղել է, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հակասություն չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու գործընթացներում, ինչ վերաբերում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածությանը եւ դրան ռուսական ու իրանական արձագանքին, Միրզոյանը նկատեց, Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում նոր չէ։ Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն հետաքրություն ունի, սա նաև եւ տնտեսական բաղադրիչ ունի, բայց նաև քաղաքական նշանակություն եւ մեր բոլորի համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար նաև խաղաղության գործիքներից մեկն է դառնում եւ խաղաղության երաշխիքներից մեկը։ Եվ շատ լավ է, որ Միացյալ Նահանգների պես երկիրը հետաքրքրված է տնտեսական հետաքրքրություն եւ մենք հիմնելու ենք ըստ ամենայնի հիմա նյուանսները բանակցում ենք Միացյալ Նահանգների, բայց
իմ պատկերացման առնվազն պետք է կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն, որը կկառուցի այդ երկաթուղին եւ զբաղվի ամենօրյա մենեջմենթով։ Սա իր հերթին չի նշանակում ենթակառուցվածքի նկատմամբ Միացյալ Նահանգների վերահսկողություն, ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո։ Պաշտոնական Մոսկվան ու Թեհրանը այդ պատճառով մտահոգություն չունեն։ Միրզոյանը թուրք լրագրողին խնդրեց չօգտագործել միջանցք տերմինը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին խոսելիս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համատեքստում կարևորեց Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջև, եւս մեկ անգամ դրական գնահատեց Ադրբեջանի տարածքով տարանցման արգելքի վերացումը։ Համաժողովին մասնակցող ադրբեջանցի փորձագետի հարցին պատասխանելով Միրզոյանն ընդգծեց. «Մեր սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ դրույթ չկա»։ Չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Մենք չունենք անգամ համաձայնությունների մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է։ Ադրբեջանցի մեկ այլ փորձագետի հարցինի պատասխանել նախարարը նշեց, Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային համագործակցությամբ, պայթվում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով։ Պայմանավորվածություն կա այդ ֆորմատով քննարկումները շարունակել։ Ըստ Միրզոյանի, կան հարցեր, որոնց շուրջ երեք երկրները կարող են համագործակցել։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։